Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, այս ձայնագրությունը մի փոքր տարբերվում է մնացած բոլոր ձայնագրություններից, րոպեներ առաջ իմացա, որ մահացել է Լևոն Բաղդասարյանի մայրը, խորը ցավով իհարկե իմացա, ուզում եմ կավակցել Լևոն Բաղդասարյանին, այս ծանր, այս պատասխանատու պահին նման ծանր հարված կրելը շատ բան է, անկախ նրանից, որ տարիքում ես, և անկախ նրանից ծնողդ որ տարիքում է, ծնող կորցնելը շատ մեծ ցավ է, ծնողը չի հարցնում տարիք, շատ դեպքերում մարդիկ ասում են, քանի տարեկան էր մայրդ կամ հայրդ, ծնողը տարիք չի հարցնում և դրա պատասխանը շատ լավ տվել է Շիրազը, երբ որ Շիրազն ասում է մայրս մահացել է, հարցնում են իսկ քանի տարեկան էր մայրդ, ընկեր Շիրազ, ես ասում եմ մայրս է մահացել, չկապ ունի տարիքը։ Թող հողը վրան թեթև լինի մեր հարգարժան մայրիկի, ինչ ասեմ, ցավակցում եմ ձեզ, պարոն Բաղդասարյան, ամուր եղեք, պինդ եղեք, և ես հուսամ, որ այս տարի ես անպայման կունենամ հնարավորություն տետատետ ձեզ ձեռքը սեղմելու և ցավակցելու։ Ընդունեք իմ ցավակցական խոսքը ոչ միայն իմ անունից, այլ բոլոր այլ մարդկանց, որոնք հավատում և վստահում են ինձ, հավակնում են ինձ, ընդունեք բոլորիս ցավակցանքը։ Հազար ափսոս, հողը վրան թեթև լինի, թող հանգչի խաղաղության։ Համեստ